Կարծում եմ նաև, որ եթե ճապոնացիները կարողացել են սակուրա տեսակը, որը բալենի է ստանալ առանց, այսինքն ծաղկելը ստանալ եւ միրգը չստանալ, մենք վստահաբար նույնը կարող ենք անել ծիրանենու հետ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս վստահությունը հայտնել էր դեռ 2023 թվականին, երբ մայրաքաղաքում մեկնարկեց ծառերի փոխարինումը։ Երևանում, սակայն, անպտուղ ծիրանենիներ դեռ չեն նկատվում։ Գարունը սկսելուն պես Թումանյան փողոցի հաստաբուն թեղիներն այս անգամ էլ փոխարինվեցին հատը 80,000 դրամ արժողությամբ հուդայածառերով։ Բողոքի ակցիաներին քաղաքային իշխանությունը տեղի չտվեց։ Փողոցը փորձում ենք բերել միատարության, փողոցն ընդհանուր առմամբ զարդարելու են մեկ տեսակի բավականին գեղեցիկ սաղարթ եւ մեծ սաղարթ ձևավորող, բավականին գեղեցիկ ծաղկման շրջան ունեցող եւ բավականին չորադիմացկուն ցերցիս կոչվող հայերեն հուդայածառ տեսակի ծառատեսակներ։ Այսօր նոր վարչական շրջանում քաղաքային իշխանությունը ծառ էր տնկում, որին կրկին նախորդել էր ծառահատումը։ 6 հեկտարի վրա 1300 ծառի տունգ եւ 200 մշտադալար թփեր են տնկվում, ասաց քաղաքապետը։ Այս հատվածում 23-4 ծառ է հատվել ընդամենը, այս տարածքում, նախկինում այո, այս հատվածում եղել են ծառեր, բայց ժամանակի ընթացքում այդ ծառերը կամաց ոռոգման համակարգի բացակայության պատճառով, տարբեր պատճառներով չորացել են։ 48 հեկտար տարածքի վրա վերջին 3 տարում տնկել են 20,000 ծառ, նշեց քաղաքապետ Ավինյանն ու խոստացավ ծավալներն ավելացնելու են։ Իսկ մեղադրանքներին, որ մայրաքաղաքում բազմիցս առողջ ծառերից պանդ է իրականացվել եւ փոխարենը տնկվել Հայաստանի կլիմայական պայմաններին չհամապատասխանող ծառեր, արձագանքեց։ Ինստագրամյան, այսպես ասած, ռիլերից հուզվող երիտասարդներին, ովքեր որ շատ հազվադեպ են ունեցել ծառի, ծաղիկի, հողի հետ աշխատանք եւ գիտեք, ես լսում եմ գիտնականներին, ոլորտի գիտնականները միաձայն հաստատում են այն ծրագրերը, որ իրականացնում է քաղաքապետարանը։ Այս տարի Թումանյան փողոցում հատվել է 80 թեղի, տնկվել 95, 10 տարեկան հուդայածառեր, պահպանվել է 30 թեղի, քաղաքապետարանի տվյալներն են։ Սա էլ է ուռուցք, այս ծառը չի, էսի ծառը հենա, դուք տեսեք ինչպիսի ուռուցք ունի։ Հիմա կասեք ինչու ենք պահել այս ծառը։ Ծառը պահել ենք միայն մի հանգամանքից ելնելով, որ ստվերը անմիջապես տենց չկտրվի, եթե մեր հանրությունը մի քիչ դրա մասին է մտածում, եւ մեր միակ ամենակարևոր մոտեցումը եղել է այս ծառին, որ մենք գտնենք այնպիսի ծառեր, որը մոտակա մի 2-3 տարվա մեջ տապալման վտանգ չունեն։ Ընդդիմախոսները հակադարձում են, առողջ ծառեր են կտրվել։ Սա կտրված հատվածներն են, որևիցե տեղ այս ծառի վրա, թե փոքր ճյուղերի վրա, թե խոշոր ճյուղերի վրա, մենք չունենք որևիցե վնասվածքի մասին խոսացող ինչ-որ մի բան։ Եվ բացի սրանից, նաև փչակի արկայությունը դա դեռ չի խոսում նրա մասին, որ ծառը հատման ենթակա է։ Դա շատ կախված է նրանից, թե որ հատվածում է եւ ինչ խորությամբ է այդ փչակը։ Ծառերի վրա միջատային գրոհ է եղել, նրանք թուլացել են նաև խոր էտի հետևանքով եւ պարզապես հարկավոր էր բուժել, շարունակեց ավականու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանը։ Նախկինում ըստ Վարդանյանի թեղիները բուժվել են, աշխատանքն էլ արդյունք է տվել։ Նախորդ ամառ հուլիս ամսին թեղի ծառատեսակը իդեալական վիճակում էր Թումանյան փողոցում եւ գրեթե որևիցե ախտահարում չկար, ինչը վառ ապացույցն էր նրա, որ մեր գործողությունները ճիշտ են եւ պետք չի հատման ճանապարհով այս խնդիրը լուծել, որովհետեւ դա մոտավորապես նույնն է, եթե երբ որ այսօր լսում էի ուղղակի կազմակերպության տնօրենին, ապշում էի, որ նա ասում էր ոչլոտ ծառերա, այսինքն եթե մարդու մոտ ոչլոտություն լինի, մենք պետք է նրան էվտանազիայի ենթարկենք, այլ ոչ թե մազերը բուժենք։ Գիտական ճանապարհն այլ է, կլիմայական փոփոխության պարագայում աշխարհում ամեն ճյուղի համար են պայքարում, ասաց Վարդանյանը, հիշեցրեց. Երևանը ջրերով ու անտառներով հարուստ չէ, օդի աղտոտվածության տեսանկյունից առաջատար կենտրոն համայնքից սկսելը անթույլատրելի է։ Հուդայածառերը Հայաստանում նախկինում էլ տնկվել են, սակայն գեղեցկության համար վստահեցրեց Վարդանյանն ու ասաց. միջազգային փորձագետներից ստացել են եզրակացություններ, որ ծառերի հատման ճանապարհով գնալը անդառնալի սխալ է։ Ստացել ենք բոլորից խիստ բացասական կարծիք, իսկ Ֆրանսիայից հատուկ մենք Միշել Պենան գրել է իր նամակում, որ մենք Ֆրանսիայում 2000-ականների նման մի գործողություն իրականացրել ենք, որի հետևանքներից միջ այսօր չենք կարողանում դուրս գանք։ Երևանի բնակիչը միայնակ է էկոլոգիական խնդիրների հետ, մեծ սաղարթով ծառերի փոխարինումը իր հետ առողջական խնդիրների սրացում է բերելու, կարծում է ավականու ընդդիմադիր անդամը։ Սա բույսի տակ ջերմաստիճանն է։ Այսինքն եթե դուք տնկել եք ամառային կաղնի,
կաղնու ստվերում ջերմաստիճանը 41 աստիճան է։ Եթե դուք տնկել եք օրինակ ալբիցիայի տակ ջերմաստիճանը 57 աստիճան է, 71 ասֆալտի ջերմաստիճանն է։ Սա կատալ բան է, որը էլի նորից տնկում ենք, 58 աստիճան է ջերմաստիճանը։ Ալեք Մանուկյան Սայաթնովա փողոցներում թեղիները փոխարինվել են ալբիցիա, լեքորյանյան եւ օճառածառ անվամ ծառատեսակներով, որոնք Վարդանյանի խոսքով թեղիներից պակաս օգտակար են։ Հուդայածառերը չի հերքում, գեղեցիկ են, սակայն ընդգծեց, գեղեցիկը դեռ առողջի ու անվտանգի ցուցիչ չէ։ Կանաչապատման հոակի տնօրեն Արմեն Բեգոյանը նման հայտարարությունները մանիպուլատիվ է որակում, հայտարարում հուդայածառերը Թումանյան փողոցի շենքերի մինչև 3-րդ հարկի բարձրություն կունենան։ Որպես փոշեկլանիչ մի քանի անգամ պատիկ ավելի լավն են, քան թեղի տեսակի ծառատեսակները եւ որպես փոքր սաղար ձևավորող դա էլ չի համապատասխանում իրականությանը, նրանք ձևավորում են բավականին մեծ սաղարթ։ Հասաբուն ծառերի փոխարինումը թե երևանցիների վրա ինչպես կազդի ժամանակը ցույց կտա։ Այսօր հստակ է, կլիմայական փոփոխությունները եւ գլոբալ տաքացումը Հայաստանը չեն շրջանցել։ Հայաստանի ջերմաստիճանը գնալով միայն բարձրանալու է։ 2040 թվականին մոտ 3 աստիճանով, 2070-ին 4 եւ այսպես շարունակ։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տվյալներն են։